Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Սթիվեն Չարնոկ, օր մարտի 16։ Երանի այն ժողովրդին, որ գիտե փողերի ձայնը, ով Տեր, նրանք քո երեսի լուսովը կգնան։ Սաղմոս 89-րդ գլուխ 15-րդ խոսք։ Ներումը քաղցրացնում է բոլոր ողորմությունները։ Բոլոր ողորմությունները օղակ են, սակայն ներումը այդ օղակի մեջ դրված ադամանդն է։ Արդարացված մարդը կարող է ասել. ես ունեմ ժամանակավոր ողորմություններ և դրանց հետ նաև ներում, ես ապրում եմ պատվի մեջ մարդկանց աշխարհում և միաժամանակ Աստծո հաճության մեջ, իմ կարողությունները ավելանում են, բայց Աստծո հետ ունեցած իմ խաղաղությունը չի նվազում, ինչպես Հոբը, ես ունեմ առողջություն ներումով և ընկերներ ներումով։ Բոլոր մյուս օրհնությունների մեջ նա ամենագլխավորը համարում է այն, որ Աստծո ճրագը փայլում է նրա գլխի վրա։ Հոբ 29-րդ գլուխ 3-րդ խոսք։ Մահապատժին արժանի որևէ ծանր հանցանքի համար բանտարկված մարդը կարող է ունենալ բոլոր արտաքին հարմարությունները՝ բնակություն, կերակուր, սպասավորություն, սակայն իրական երջանկություն չունի, երբ սպասում է, որ շուտով պիտի կանչվի իր դատին մի խիստ դատավորի առաջ, որից վեր բողոք չկա, և որը անշուշտ պիտի հռչակի մահվան դատավճիռը և հրամայի այն գործադրել նրա վրա։ Նույնպես էլ մարդը, եթե անգամ նա թաթախված լինի բոլոր արտաքին վայելքների մեջ, չի կարող իրեն երջանիկ համարել, քանի դեռ Աստծո բարկությունը կախված է նրա գլխի վրա, և նա չգիտի, թե երբ է կանչվելու Աստծո ատյանի առաջ և լսելու այն սարսափելի վճիռը. «Հեռու գնա ինձանից անիծյալ» Մատթեոս 25-րդ գլուխ 41-րդ խոսք։ Ինչ մխիթարություն կարող է մարդը գտնել իր տներում, իր հողերում և իր առողջության մեջ, երբ մտածում է, որ վճարման պարտքն ավելի շատ է, քան ամբողջ իր կարողությունն արժե։ Նույնպես էլ ինչ մխիթարություն կարող է մարդը ունենալ այս աշխարհի որևէ բանից, երբ նա ամեն ժամ կարող է ստանալ Աստծուց եկող դատավճռման հրամանը և իր բոլոր պարտքերի պահանջը, իսկ ինքն անգամ չունի նույնիսկ մեկ պղնձադրամ, ոչ էլ որևէ բավականաչափ բաժին երաշխավորի մեջ։ Մենք կարող ենք ունենալ պատիվ և անեծք, հարստություն և անեծք, զավակներ և անեծք, առողջություն, երկար կյանք և անեծք, գիտություն և անեծք, բայց երբեք չենք կարող ունենալ ներում և անեծք միասին։ Մեր արտաքին ունեցվածքները կարող են լինել պարգևներ, սակայն առանց ներման դրանք օրհնություններ չեն։